Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը հայտնի է նաև որպես խաղաղ օրհներգի տոն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Ավանդության համաձայն Մարիամ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Մարիամ Աստվածածինը պահքով այցելել է Հիսուսի մոտ ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետը ու ավետել Մարիամ Աստվածածնին վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ 12 օր անց Գաբրիելը Մարիամ Աստվածածնին տալիս է Բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դնում Սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները օրհնեն։ Խաղաղ օրհներգը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։ Տոնն առանձնահատուկ է Հայաստանի հասունացող խաղողի օրհնության ծեսով, այսինքն տոնի օրը պատարագից հետո կատարվում է խաղաղ օրհներգ, որից հետո միայն կարելի է խաղող ուտել, այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը, նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղաղ օրհներգը, որպես լիառատության ապահովման նշան։ Մարիամ Աստվածածնին նվիրված այս տոնը, որն առավել հայտնի է խաղաղ օրհներգ և Աստվածածին անուններով, Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ նաև անվանման այլ տարբերակներ։ Տաղավարային այս տոնը կենցաղում հայտնի էր նաև հետևյալ անվանումներով՝ Աստվածածնի զատիկ, Խաղողի զատիկ և այլն։ Պահպանված ժողովրդական ավանդազրույցներում արտացոլված են տոնին առնչվող նախապատմական շերտերը, որը միաժամանակ մշակութային ժառանգության յուրօրինակ դրսևորում է։ Ըստ ավանդության, երբ Նոյը աղավնուն ուղարկում է տեղեկություն բերելու, աղավնին հանդիպում է Քրիստոսին։ Քրիստոսը մի ճուտ խաղող է տալիս աղավնուն, օրհնում այն, հետո մի բաժակ գինի է վերցնում, խփում խաղողի ողկույզին և ասում, որ տանի տա Նոյին, որ գինին իր արյունն է, խաղողը իր մարմինը, թող հավատա ու վախի ոչ մի նշույլ չունենա, և տապանից դուրս գա իջնի երկիր։ Տոնը հատկապես տարածված էր այգեշատ շրջաններում, ուր խաղողը եկեղեցիներում օրհնելու արարողությունը որոշակի մրցակցային երանգներ էր ձեռք բերել։ Այգետերերը ամենաընտիր խաղողը թաշկինակների մեջ կապած օրհնելու էին տանում նշանավոր վանքերը կամ եկեղեցիները։ Նրանցից յուրաքանչյուրը աշխատում էր առաջինը տեղ հասնել, որպեսզի առաջին օրհնությունը իրենց խաղողի և այգիների վրա լինի։ Խաղաղ օրհներգի արարողությունից հետո սրբազան այդ վայրերում այգետերերը կազմակերպում էին խնջույքներ, որից հետո դհոլ զուռնայի ուղեկցությամբ օրհնված խաղողի ողկույզներով վերադառնում էին տները և շարունակում քեֆ ուրախությունները։ Անցյալում խաղաղ օրհներգի ծեսը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսի խաչը բռնած այցելում էր կամ տվյալ բնակավայրի երեցփոխի այգիները և հենց այնտեղ էր կատարում խաղողի օրհնության արարողությունը։ Հայաստանի շատ բնակավայրերում տոնը վերածվել էր մի յուրահատուկ արարողության։ Տոնի կապակցությամբ կազմակերպվում էին ուխտագնացություններ։ Յուրաքանչյուր բնակավայր ունի Տիրամորը նվիրված ուխտագնացության իր սրբատեղին։ Հին երևանցիների և մերձակայքի բնակչության համար այն հիմնականում Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր՝ իր մրգառատ այգիներով, ջավախցիների համար Վարդսիայի վերափոխման տաճարներ, Շիրակի բնակչության համար Ալեքսանդրապոլի Աստվածածին եկեղեցին, Օձունի և մերձակա բնակավայրերի համար Օձունի Սուրբ Աստվածածին կամ Խաչգունդ եկեղեցի։ Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում է նաև խաղաղ օրհներգ, քանի որ Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին։ Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որդը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները, ինքն իրեն խաղողի որդ անվանելով։